Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ուրեմն նոր լսում եմ Դոդին։ Մի հատ ինչ-որ պատմություն ասում։ Ասում է ինչ որ ասել են Ծառուկյանն էլ է շպիոն։ Դու ասում է եթե շպիոն եմ, ասում է թող տանեն, ասում է հրապարակում գնդակահարեն։ Կամ եթե ասում է շպիոն չեմ, հա, եթե շպիոն չեմ, այդ ասողը թող գա մտցնի իմ առյուծի մոտ։ Դե ես իհարկե իրան մի հատ հետարքիր պատմություն գրեցի, ասի Ղարաբաղի եշը եկավ առյուծի տիրա առյուծի վանդակումը կզծրավ, վիդեոն էլ տեղադրած կար էլի, համացանցում բանում։ Լսվում է չէ ժողովուրդ ջան։ Կարող է միացած չի, մարդ չկա։ Չէ, прямой эфир доступно, բան, հա, լրիվ կա։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, ոչինչ, կլսեք։ Հիմա ես ուզում եմ մի հատ պատմություն պատմեմ հատուկ Ծառուկյանի ու Ծառուկյանի նմանների համար։ Հատուկ պատմություն Ծառուկյանի եւ Ծառուկյանի նմանների համար։ Ուրեմն 1990 կամ 91 թիվներ Իջևանում Նիկոլն էլ ա եղել։ Մեր այսօրվա վարչապետը Նիկոլն էլ ա եղել։ Իջևանում մեր Իջևանի կուլտուրայի տան առաջին, ստե իջևանցիներ շատ կա, ինձ հետևորդներ լսում են, կհիշեն, կարող է բեշները հիշողները լի այդ պատմությունը։ Կուլտուրայի տան առաջին ամեն օր միտինգներ էր գնում բան, ոնց է լավ են բանը եկավ, էդ ինչա են, Վանո Սիրադեղյանը եկավ, ես իմ ուզում էր խանգարի բան, միտինգը բան, թե պրովակացիա եկանım, պրովակատը ինչ-որ մեկն էլ Վրաստանից մի բան խոսցավ, բան ասեց պրովակացիա եկանում, այդ միտինգը կազմակերպողը Նիկոլն ա եղել, այդ են տարիքում 15-16 տարեկան հասակում, այդ տղեն Նիկոլը, այն ժամանակ դեռ հանրահավաքները կազմակերպում էր կուլտուրայի տան առաջին, մեր իջևանցիները կհիշեն, մի խոսքով Այդ Վանո Սիրադեղյանը, որ եկավ բան, չկարողացավ ենես բաներ ասի, որ ասենք ժողովուրդը բան անեն, ցվրվեն, այդ միտինգը չլի էլի, ժողովուրդը ցվրվեն, մեկ էլ մի կես ժամից հետո բանին ուղարկեցին, Начальник մլիցիան էլ կհիշեք ով էր, Ամիրխանյան Իսոն, Կոթի գյուղացի, մի շան տղա էր էլի, Իջևանցիներ ջան, հիշում եք, չէ։ Ելա իմ աղբեր Վանիկը մտավ, Վանիկը կարող է հիշի այս պահերը։ Վանիկ ջան, լավա մտար աղբեր։ Հիշում ես չէ Ամիրխանյան Իսոն եկավ ինչ ասեց, որ ժողովուրդը չէին բանանում, հեռանում։ Սա ես հատուկ ասում եմ Գագիկ Ծառուկյանի համար ու Գագիկ Ծառուկյանի նմանների համար։ Ամիրխանյան Իսոն ասև, արա ստե սաղըտել եսի մինչեր եք բանանում, ես դες մենակ մի բան ասեմ, թողեք ծվրվեք գնացեք ստիան, ասեց, Իջևանի ամենալավ տղեն ասեց, կներեք ինձ ես բարի համար, բայց ես Ամիրխանյան Իսոյի ասած խոսքն եմ ասում, Ամիրխանյան Իսոն ասեց, Իջևանի ասեց ամենալավ տղեն իմ բոզնա, Վանիկ ջան հիշեցիր, ես միջև որս չեմ մոռանում այդ բառը, որը տեց ասեց սաղ ժողովուրդը խառնվեցին իրարնում մի խոսքով լրիվ բանարին հեռացան, մի ինչ եմ ուզում ասեմ, Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյան, ով չգիտի որ դու Քոչարյանի բոզն ես եղել կամ տենց էլի են ժամանակվա լեզվով եմ ասում, Եվ շպիոն, և ծախող, և բիզնեսմեններին կցող, և ես մի բան, և են մի բան, ով չգիտի, կարողա ծանոթ չենք։ Տրուս 8 համարները թիշում չես մաշինեքով ինչեր էին անում քո բանդաները։ Դե ես շատ չխորանամ, ես մի եղել է, անցել է, ժամանակներ է եղել, ուղղակի հիմա որ իրանք իրանց դնում են
սրբերի տեղ մի քիչ մարդ բանանում էլի նեղվում էլի ոնց կարակ դուք ձեզ դնեք սրբերի տեղ, այս թալանած ժողովրդին գալիս եք ասում խեղճացած, կզացած, այս մի բան, բա դու ինչ չես խեղճացած, Գագիկ Ծառուկյան, դու ինչ չես խեղճացած, բա ժողովրդին դուք եք խեղճացրել, փոխանակ պետությանը հարստացնեք, թալանել եք դուք հարստացել, պետության տեղը, Եղածդ ինչ էր, որ կոնյակի զավոդ կարենայիր առնեիր, եսի 1000 բաներ, ինչ էր եղածդ, մլիցա չես եղել, հա, կամ մեր աղբեր Սամվել Կարապետյանը ինչ ա եղել, նա այլի մլիցա եղել, ածի շոֆեր ալ է, Այդ չեք եղել, ձեզ էլ Քոչարյանն եկավ ընտրեց, որպես շպիոնների էլի, ու սկսեցիք հարստանալը, ով չգիտի, հիմա անցել ա, ժամանակ անցել, հիմա փեսութը մարես լացել եմ, որ փեսութ տունը տարել են, ինչ են արել, բա բդի տանեն, Բա թալանել եք, բախի գիտես քոնը չեն տանելու, Գագիկ Ծառուկյան, քոնն էլ են տանելու, 100 միլիոն վրետ կա, ուզում ես դնեմ տենաս, 100 միլիոն քո վրա կա, 200 միլիոն Քոչարյանի վրա կա, սաղի վրա են, Գագիկ Բեգլարյանի վրա այդքան կա, բոլորի վրին ամեքդ 100, 200, 100, 200 միլիոն դոլարներով տարել եք, էլի պետությանը ինչ բնար, Ոչ չի ժողովորդը քիթը կախաներ, հիմա տեսել եք ժողովորդը մի քիչ արդեն աշխուժացել, սաղինավարգ եք են քշում, քո մաշիններից էլ լավ մաշին եք են ժողովորդ քշում, բան եք արել էլի, ոնց կարելի ա թույլ տալ ժողովորդը պետք ա քիթը կախարած մնա, ձեր ուզածն էդ ա, դուք ուզում եք որ ժողովորդը լավ ապրի, իհարկե չէ, Իհարկե չեք ուզում, մի խոսքով, տես բաներ, Գագիկ Ծառուկյան, ով չգիտի որ շպիոններ եք, Բայց նորը Լուկաշենկոյից նման բաներ ես ասում, բա տենում ես նա ինչ ասում Հայաստանի մասին, լսում ես, նա ուրիշ բան ասում, դու ուրիշ բան ես ասում, Ասում ես իմ ընկերն ա, բա ես նրա հետ, մենք տենում ես քո հետ, մեր հայն ես, չէ, բայց մենք քո հետ չենք ուզում ընկերություն անենք, որովհետև դու մեզ խաբել ես, դու հիմա էլ ես մարդկանց խաբում, ժողովրդին ասում եք, կով պահեք, խոս պահեք, բա դու պահի էլ արա, ինչ ես պահում, ժողովրդ խոս պահի, կով պահի, ոչխար պահի, գյուղը թերք արտադրի, ինչ անի քո համար, որ դու տանես միլիարդատեր դառնաս, նա էլ վարկերի տակ ճռա, հա, քո համար։ Այս իշխանությունը տեսնում մեկ ժողովրդի համար ինչեր ամ, տեխնոլոգիական բաներ անում։ Հասկացար, Գագո։ Դա դու պահի էլի։ Կովի խոզի ֆերմեք դրու։ Հիմա ամբողջ աշխարհի բիզնեսմենները հարյուրավոր հեկտարներով ջերմոցներ են կառուցում, կառուցի խիար պամիդոր արտադրի, ինչի պետք է գյուղացին հողի վրա անի, կարկուտը գատանի ու վերջ, բարեք էլի, տարել եք միլիարդատեր եք, դարել եկել եք ասում եք, ժողովուրդը վարկի տակ ճռռում այս մի բանի տակ, բա են ծարել եք, որ ճռռան, բա դուք եք տենց արել, դուք ձեր Քոչարյանով, ձեր այդ մնացած այդ բոլոր մեծահարուստներով, բա թալանել եք երգիրը, ժողովուրդը ճռռա ոչ, բա ինչ պետք է անի։ Հիմա հոտ եք առել, սա որ խոսում եք միլիարդներից, 15 միլիարդ, 8 միլիարդ Փաշինյանը բերել է, ինչ արել, այս մի բան, փողի հոտ եք առել։ Բա 20 թվին ասում էիր,
3 ամսից սովա լինելու Հայաստանում, այդ ինչի չեղավ, ասում է իր մի հատ ինվեստոր չի գալու, բա հիմա ինչի ես ասում այդ 8 միլիարդ բան են տվել, ինվեստորներ են բերել Հայաստան, բա ասում է իր սովա լինելու, հիմա էլ ասելու բան չկա, ռավոտի իրիգու, թուրքեր եք բերում, չգիտեմ 300 միլիոնով, բանով, էլ ժողովրդին ասելու բան չունեք, արդեն թուրքերով եք վախցնում, բա, ժողովուրդ ջան, ես դեզ արդեն հիմա էլ գալիս եմ Հայաստան, տենում եմ, ուրախ եք, լավ ավտոներ եք քշում, դենում եմ տները լավ ռեմոնտներ եք անում, ղոնաղ են գալի, ոբշեմ ղոնաղ են գնում, տենում ենք մարդիկ ոնց են ապրում։ Նրանց հոյեն ժամանակվա նման չի հիմա ապրուստը։ Այն ժամանակ գալիս էի իջևանցիներին, որ նայում էի ջանս բոլորը նիհարած մարդիկ, մի քիչ հուզվեցի ժողովուրդ ջան, ժողովուրդ ջան այդ տենց ընգած փողոցներըդ, ուռած տրաքածները ժողովրդին էլի ուզում են խափելով իշխանությունը մի կերպ մի շանհալի, ցանկացած բանով, խլեն ժողովրդի ձեռից ու վերջ, ելով է կարողանալու դրանցից մի բան ուզի։ Հիմա այսօր երկրի ղեկավարը դուրս է գալի, ձեր կանայք, ձեր մարդիկ, օր հնում են, գրկախառնվում են, բա ղեկավարը էտա, են որ ասում են հալալ կատկերած, ժողովրդի միջից դուս եկած, բա ժողովրդի միջից դուս եկած ղեկավարը, կարող է գիտեք ժողովուրդ էլի տալու է ձեզ ինչ որ մեկի կամքով, են մեկն է ասում է, մենք գալիս ենք փող աշխատելու, մենք չենք գալի փող ծախսելու։ Իրոք, բա ես ամեն օր քեզ ասելու եմ թոշակս բարձրացրու։ Ամեն օր մի բան ասելու եմ, ամեն օր մի բան ուզելու եմ, այդ չես տալու փող։ Թե գալիս ես իմ վրա փող աշխատես։ Չի լինելու, մոռացեք։ Մեր ժողովուրդը կտենակ 18 թվից ոնց որ այն ժամանակ ընտրեցին, չէ, վարչապետին Նիկոլին, այդ նույն ձև լինելու է ամեն ինչ։ Հիմա մարդիկ կան մի քիչ նրանց հետևներից ընկած փող են հավաքում բան, այսօր էլ մի հատ վիդեո եմ լսել, ընդ մի հատ աղջիկ է խոսում, փաստորեն ես այդ աղջիկա ձենը լավ 100% ճանաչում եմ, գիտեմ ոտովա, այդ Կիրովականից էր ոնց որ ես ձենից տեղը բերի հետովա, կարող է ինձ լսում էլա, հիմա լսում է լսի, նման բաներ չի կարելի, ասում են դավաճան, ծառուկյան, բա դավաճանն էտա, ծառուկյան քո մարդիկ բերում էին իջևան, ենքան փող էին բաժանում, դպրոցում, ինքն էլ դպրոցի առաջին, ամեն մտնողի, որ մտնում էին, որ ընտրեն, փողը տալիս էին, մտնում էին, ձեզ էլ ընտրում էին, դուս գալի։ Հիմա դատարանով, բարով 5 տարի քեզ դատեցին, վերջը արդարացրին։ Ինչքան փող տվիր։ Թե փող չես տվել, ձրի են արդարացրել։ Հայ դատավորը քեզ ձրի չի արդարացնի, դա էջ։ Ժողովուրդ ջան, տես բաներ էլի, ձեր ցավը տանեմ։ Ես ասած պատմությունը չմոռանաք, սա իրական դեպք է, այ մնգերվանիկը թե մտած լսում էր, նա հաստատ կհիշի այդ դեպքը։ Մի խոսքով, դրանք սաղելը տենց են եղել, սաղել։ Հիշում չեք ես քանի ժամանակ են Գասպարյան Վովան, որ խոսում էր, Գասպարյան Վովան, են
դոգի համար են ինչեր էր ասում, իմ ասում էր գնա եղել, տանող բերող, սաղ էլ էտ են, իշխանության հետ կապված այդ են ցեն, սա առաջի իշխանությունն է, որ նման բաներ գոյություն չունի, ամբողջ Հայաստանի պատմության մեջ, այս առաջի իշխանությունն է, որ նման բաներ իրականում գոյություն չունի, նման բարքեր գոյություն չունի, իրականում չկա, եթե նույնիսկ կա էլ դա ժողովուրդը ոչ տենում է, ոչ իմանում է, ոչ ես, ոչ են, իսկ այն ժամանակ ապաշկարա էր, հիմա մարդիկ ով ինչ ուզում ասում է, ով ինչ ուզում անում է, ով ինչ գործ ուզում բացում է, ով ինչ ուզում անում է, ես Քոչարյանի վաղտը եկել եմ Հայաստան, ուզել եմ գործ դնեմ, ինձ ասես բրթելով, հասցրին ատեկայի կուշտ ասին, այդ երկ կարաս միտեղ կանգնես, հասկանում եք, դրան ժամանակ, ամեն տեղ զանիտ էր, ամեն մարդ իրա սեփականություն էր ճամփեքը սարկած, մի խոսքով, տես բաներ, էլի ժողովուրդ ջան, լավ եղեք, առողջ եղեք, միջև անտենան գլուխերնուս ինչա գալի, դրանք մեկա, դրանց բոլորին էլ պտի դատեն, ես միշտ ասել եմ, Քոչարյանին ու Ծառուկյանին Փաշինյանը դատեց, լավ չհասկանալով, որ նրանց համար ցարը ինչ կանի, այդքան բանը լավ չհասկանալով, դե Փաշինյանը այտենց օպտ որդյանա, որ հասկանար, կամ նրան ինչ որ մեկը պետքա գլխի գցեր, չէ՞, հիմա մեկ մարդիկ ինձ հարցնում են, ասում են, արա դե խի չի այդ շամվորդեքին դատım տանım, կողım կռցնım, նստցնım, աշկերիս առաջին սաղ գողավազակնի են, ասում եմ, նրանց որ դատեց, նրանց խաթր, Ղարաբաղը մեր ձեռից խլեց, հիմա էլ եթե այս պահին էլի այդ նույն բանը ես տենց եմ ասում էլի, այդ նույն բանը նորից այս պահին անի, հնարավոր է որ ֆիզիկապես Սյունիքն էլ խլի, հասկանում եք ժողովուրդ ջան, որովհետև լա Սյունիքը նրանց բգմա մնացել, Սյունիքը մնացել է Քոչարյանի բգում, դա իրա խոսք տվածն է, որ պտի Սյունիքը հանձնի, այդ որ ասում է, այսօր Քոչարյանը խոսում է, ասում է վարիանտ կա, ես հիմա գաղտնիք չեմ բացի, բայց Ղարաբաղը վերադարձնելու ենք, հասկանալի չի իր այն նույն ծրագիրը, Սյունիքի հետ փոխեն, ինչ որ մի բան, ես արդեն չեմ կասկածում, որ կանեն ամեն ինչ էլ, տուր իրանց իշխանություն ամեն ինչ կանեն, իշխանությունը տվիք էլ կյանքում ընտրություն չի լինելու ժողովուրդ, գնալու եք 5000 դրամը վերնեք, գնաք թուղթը գցեք մեջը դուզ գաք, տենց է լինելու, ուրիշ բան չի լինելու, խոսքս հիշեք, նորից, են որ ես եմ պահը հուզվեցի, որ ասեցի գալիս է Իջևան, տենում է են ինչ վիճակա, ժողովուրդը նիհարած, ասենց սրված էր է սերնուն, բան, գույները դեղնած, հիմա գալիս եմ շուկայի առաջին տղերանցի հետ, նույն տղերանցը տենում եմ, թուշերը լծված, ամեն ինչը նորմալ տեղը արդեն, ես էլ եմ ինձ լավ զգում, սյոտակի Իջևանում այսօր իմ տարիքի մարդիկ սաղ ոնց որ իմ մանկական ընկերտինքն են, էլի համարյա սաղից ճանաչում են, տենց մարդ դժվար էլի որ չճանաչի ինձ, տեն ժողովուրդ ջան, ինչ ասեմ, հունիսի 7-ին